Բարի լույս ժողովուրդ ջան։ Ուզում եմ դիմեմ մի հատ Նարեկ կա համացանցում, բլոգեր է, քաղաքական գործիչ է, տաքսիստ է, չեմ անում, կրոնական հարցեր լուծող է, զավոդ սարքող է, վերջի ես չջոգեցի հետով է։ Բայց մի բան ասեմ, որ մի հատ պերսոնաժի է ինձ հիշեցնում, մի հատ այնպես մուլտիկ կար է, Պասպարտու 80-նոր բանա աշխարհի շուրջ, որ գնում են, պտտվում են, հասցնում են, որ պրինցեսայի հետ ամուսնանա իր շեֆը։ Հա, հիմա ուզեմ ասեմ, այդ Պասպարտուն լավ կատարող էր, էլի։ Շեֆը ինչ ասեր, այդ Պասպարտունն են, որ ասում է, գետնի տակից էլ ամեն ինչ գտնում էր, հասցնում էր, ամեն ինչ անում էր, որ իր շեֆը հասնի իր նպատակին։ Հիմա այս Պասպարտուի ոչ շեֆն է բանի պետք, ոչ այս Պասպարտուն է բանի պետք։ Այնուհետ ես ուզում եմ հարց տամ։ Ինձ հետաքրքիր է, էլի։ Նարեկ, вообще դու ով ես։ Ապեր դու ով ես։ Դու ուր էիր այսքան ժամանակ։ Մի հատ կարելի է հասկանալ, ուր էիր։ Ինչացու էիր։ Այդ երկրի որ հարցով ես դու տենց տապակվել, որ այսօր առավոտից իրիկուն սենց համացանցում ընկած տո տաքսում ես տո ես իմիջ։ Հա, իմիջ այլոց ինձ հետաքրքիր է։ Այդ որ գիծն ես քշում։ Ինձ փող չես տալու, ես եմ քեզ փող տալու, որ դու ինձ տանես։ Չգիտեմ, Երևան, Գյումրի ես քշում։ Որ գիծն ես քշում, էլի ախպեր, լասա հասկանանք, էլի, ես էլ եմ ուզում քո կլենտը դառնամ, էլի։ Որտեղ լիքը հարցեր ունեմ, լիքը, ու ես ուզում եմ, որ դա զապիս լինի, ուզում եմ զապիս լինի, դնես մի հատ համացանց, տենա ժողովուրդը ինչ է մտածում քո մասին, քո պապաների մասին, քո հոպարների մասին, հա, Ռուսաստանում արածների մասին, բաց, տետատետ խոսենք, էլ մի հատ հասկանանք ուզածդ ինչ է, ասենք քեզ թվում է, որ դու 30 տարի են ինչ որ արել են քո տոհմուցեղը, ասենք հիմա որ եկել ես սենց սիրուն պուկուշ կանգնել ես ժողովուրդ ջան, զավոդ պետք է սարքենք, դպրոց մի սարքեք, բան, այս մտքերդ։ Դու вообще ուզում եմ հասկանամ, էլի, դու вообще կողքից քեզ տեսել ես Նարեկ։ Դու հասկանում ես ինչքան ժողովուրդ է ղժում քո վրա, ես քեզ ուղիղ հարց եմ տալիս, էլի։ Դու իրոք գիտակցում ես ինչքան ժողովուրդ է վրեդ ղժում։ Դու հասկանում ես, որ դու նայում ես վերև ու ասում ես, էդի մեր լարերը չի, էդի ինտերնետի գիծա, դու հասկանում ես դա ինչ է ասում։ Սա երկու բան կարա ասի, հա, երկու բան։ Նարեկ ջան, նման դեպքերում կամ այդ երեխեն, կոնկրետ քո մասին եմ խոսում, կամ այդ երեխեն կյանքում ինտերնետի լարի չի կպե, իրա տեղն են ամեն ինչ արել, իսկն են, որ գտալով դնում են բերանը ուտելիքը է, կամ այդ տեսակն է սեղել, կամ էլ ախպեր ջան, ինչ որ մի բան քո հետ են չի, այսինքն հասկանալու հետ ինչ որ խնդիր կա, հասկանում ես, ես քեզ ամենայն ազնվությամբ եմ ասում, ես որ նայում եմ քեզ, հասկանում եմ, որ քո հետ ինչ որ մի բան են չի, ինչ էլ չեմ ջոգե, ես ի նկատի ունեմ с медицинской точки зрения, հասկանում ես, ինչ որ մի խնդիր կա, քո մեջ, բայց այդ քո հոգեվիճակը, քո, ասենք, մտածելակերպը, բան, այդ մանկամիտ, իմ կարծիքով էլի, որ դու խնդիր ունես, երիլը դրեմ մի կողմ, մի հատ հարց եմ ուզում տամ, դու որ դիմում ես վարչապետ Փաշինյանին, վարչապետ Փաշինյան չի, պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է քո համար, դու ընդհանրապես իրավունք չունես իրան դիմելու, ու երբեք ոչ մեկդ ոչ մի բան իրան մի խնդրեք, հասկացաք, որովհետև այն ժամանակ, երբ որ ինքն էր խնդրում, որ ժողովրդի թիկունքին կանգնեք, որ պատերազմին նման բաներ չանեք, ոչ մեկդ բանի տեղ չդրեցիք, ոչ մեկդ Փաշինյանի ոչ մի ասածը բանի տեղ չդրեցիք, մաքսիմալ վնասել եք, մաքսիմալ դուք լուսամետները, ռուսի սապոկը մեր երկրում պահողները, դուք մաքսիմալ վնասել եք մեզ, դուք չկաք ախպեր ջան մեր համար, գոյություն չունեք մեր համար, Հայաստանի Հանրապետության համար, վաղուց քաղաքական աղբամանում եք ձեր բոլոր պապաները, Սամոյից բռնած, Քոչարյանից դուրս եկած, Քորլևոնից բռնած, սաղը աղբամանում եք մեր համար, դու գոյություն չունեք, սա պետք է արդեն հասկանաք, իսկ ինչ ասում է եկեղեցուն, դա քո գործը չի, բալիկ ջան, գնա կպի գործերիդ, սա քո գործը չի, հասկացար, որովհետև դու աղոթում ու ենթարկում ես Կիրիլին, գնա իրա հետ քո հարցերը լուծի, իսկ մեր եկեղեցին մենք ինքներս կմաքրենք, առանց քեզ, վարչապետ Փաշինյան, մի արեք էս, ման մեր դու ասեիր, վարչապետն ինչ անի, տղա ջան, ինչ որ, ես նենց զգում եմ, որ ինչ որ մեկը քեզ նենգաբար խապել է, էլի, որ քեզ նենց վստահություն ա տվել, որ Նարեկ ջան, դավայ գազույ չէ, ախպեր ջան, չկաս, սա համացանցը ղժում ա վրեդ, ով էլ չի ղժում, պրոստը
որ խնդիր չունենա ձեր հետ, որովհետև ով ինչ ասում ա ձեզ, գնում եք 9-10 միլիոն սենց դատի եք տալիս էլի, ամենահետաքրքիրը գիտես որն է Նարեկ ջան, որ դուք սենց սախ սենց թույն տղերք եք, ձեր պապաները համենայն դեպս, այդպես են ներկայանում, բայց գնում են Եվրոպաներ, Ամերիկաներ գործ են տալի Հայաստանի վրա, ջոգում ես, ինչ աբսուրդի ժանրից է, հետաքրքիրն է, որ դուք ռուսի շահերն եք այստեղ պաշտպանում, բայց գնում եք Եվրոպային եք բողոքվում, Ամերիկային եք բողոքվում, ջոգում ես, ինչ աբսուրդ է, նույնն էլ քոչն է անում, ախր շատ նման եք իրար, սա նույն մաստի եք, նույն կալիբրի, նույն մաստի, նիկտո из вас никак, հասկացար։ Կարդացի, որ փոքրիկ գլխիկը գնում է եկեղեցի, այդ է դու Աստվածաշունչ բացած կաս, աղոտ գիտես, թե հորդ նման ես, խաչակ ընկվելու ձևն էլ գիտես կոնե, ասեն գնում ես ընդ ինչ անես, դուք ընդհանրապես Աստծուց հեռու մարդիկ եք, բայց լավ, ռասուշ ուզում ես գնաս ընդ մի հատ նոր ձևով մի հատ իրար հետ մոդա ցույց տակ, չմոռանաս ապեր գլուխդ պաշտպանես գլուխդ